Ամուսնության իդեալական ամսաթիվը։ Ինչպես ընտրել օր, երջանիկ եւ ամուր ընտանիքի համար։ Ամուսնությունը մարդու կյանքի կարևոր որոշումներից մեկն է։ Շատերը մեծ ուշադրություն են դարձնում հարսանյաց գեստին, ռեստորանին, հյուրերի ցանկին եւ կազմակերպչական հարցերին, սակայն հաճախ անտեսում են մեկ կարևոր հանգամանք՝ հենց ամուսնության ամսաթվի ընտրությունը։ Նումերոլոգիայի տեսանկյունից ամուսնության օրը պարզապես օրացույցի հերթական օր չէ։ Այդ օրը համարվում է նոր ընտանիքի ծննդյան օր, եւ այն իր մեջ կրում է որոշակի էներգետիկ կոդ, որը կարող է ազդեցություն ունենալ ընտանիքի զարգացման, հարաբերությունների որակի, ֆինանսական կայունության, երեխաների, նույնիսկ ամուսինների միջև փոխհարաբերությունների վրա։ Ընտանիքը կառուցվում է սիրո, հարգանքի, վստահության եւ աշխատանքի շնորհիվ, սակայն ճիշտ ընտրված ամսաթիվը կարող է դառնալ բարենպաստ հիմք այդ հարաբերությունների համար։ Ինչու է կարևոր ամուսնության ամսաթիվը։ Պատկերացրեք, որ յուրաքանչյուր մարդ ունի իր ծննդյան էներգետիկ կոդը։ Նույն կերպ յուրաքանչյուր ընտանիք նույնպես ունի իր ծննդյան թիվը։ Այդ թիվը ձևավորվում է ամուսնության ամսաթվից եւ ցույց է տալիս, թե ինչպիսի էներգիա է ուղեկցելու զույգին առաջիկա տարիներին։ Որոշ թվեր նպաստում են ներդաշնակությանը, որոշները ֆինանսական հաջողությանը, իսկ որոշներն էլ կարող են ստեղծել ավելի շատ փորձություններ ու դասեր։ Այդ պատճառով պրոֆեսիոնալ նումերոլոգները հաճախ խորհուրդ են տալիս ամսաթիվ ընտրել ոչ թե միայն հարաբերության կամ գեղեցիկ թվերի հիման վրա, այլ նաև հաշվի առնելով դրանց էներգետիկ ներդաշնակությունը։ Ինչպես հաշվել ամուսնության թիվը, հաշվարկը շատ պարզ է։ Պետք է գումարել ընտրված ամսաթվի բոլոր թվերը, մինչև ստացվի մեկանիշ թիվ։ Օրինակ, 15:08:2026։ 1 գումարած 5, գումարած 0, գումարած 8, գումարած 2, գումարած 0, գումարած 2, գումարած 6, հավասար է 24-ի, 2 գումարած 4, հավասար է 6։ Այս դեպքում ամուսնության թիվը 6-ն է։ Հենց այս թիվն է ցույց տալիս ընտանիքի հիմնական էներգետիկ ուղղությունը։ Ամուսնության թվերի նշանակությունը թիվ 1։ Առաջնորդների ընտանիք։ Այս թիվը խորհրդանշում է անկախություն, ինքնուրույնություն եւ նոր սկիզբ։ Նման ընտանիքներում երկու կողմերն էլ սովորաբար ուժեղ անհատականություններ են։ Նրանք ձգտում են հաջողության, ունեն մեծ նպատակներ եւ հաճախ առաջնորդում են իրենց շրջապատին։ Դրական կողմերը՝ ուժեղ կամք, հաջողության ձգտում, ակտիվ կյանք։ Բացասական կողմեր՝ համառություն, իշխանության համար պայքար, փոխզիջումների պակաս։ Ամուսնության թվերի նշանակությունը։ Թիվ 2. Սիրո եւ ներդաշնակության ընտանիք։ Սա ամուսնության համար ամենաբարենպաստ թվերից մեկն է։ Թիվ 2-ը խորհրդանշում է համագործակցություն, փոխըմբռնում, զգայունություն եւ խաղաղություն։ Այս ընտանիքներում մարդիկ սովորաբար լավ են հասկանում միմյանց եւ ձգտում են խուսափել կոնֆլիկտներից։ Հարմար է նրանց համար, ովքեր առաջին տեղում դնում են հարաբերությունների ջերմությունը։ Ամուսնության թվերի նշանակությունը։ Թիվ 3. Ուրախ եւ ստեղծագործական ընտանիք։ Այս թիվը բերում է շարժ, շփում, ճանապարհորդություններ եւ ստեղծագործական մթնոլորտ։ Նման ընտանիքներում հազվադեպ է ձանձրույթ լինում։ Դրական կողմերը՝ լավ տրամադրություն, հումոր, ակտիվ սոցիալական կյանք։ Բացասական կողմերը՝ անլրջություն, ֆինանսական անկայունություն, չավարտված գործեր։ Ամուսնության թվերի նշանակությունը թիվ 4։ Ամուր հիմք եւ կայունություն։ Եթե զույգը ցանկանում է երկար տարիների կայուն ամուսնություն, ապա թիվ 4-ը շատ լավ ընտրություն է։ Սա պատասխանատվության, կարգապահության եւ ամուր հիմքի թիվն է։ Նման ընտանիքները սովորաբար կառուցում են տուն, ստեղծում են բիզնես, կուտակում են ունեցվածք, երկար տարիներ միասին են մնում։ Թիվ 4-ը շատ ռոմանտիկ չէ, բայց շատ կայուն է։ Ամուսնության թվերի նշանակությունը։ Թիվ 5. Փոփոխությունների թիվ։ Թիվ 5-ը սիրում է ազատություն, նորություն եւ անակնկալներ։ Այս ամսաթվով ամուսնացած զույգերը հաճախ ունենում են շատ ճանապարհորդություններ, բնակության փոփոխություններ, նոր նախագծեր, անսպասելի շրջադարձեր։ Սակայն այս թիվը միշտ չէ, որ լավագույն ընտրությունն է հանգիստ ընտանեկան կյանքի համար։ Ամուսնության թվերի նշանակությունը։ Թիվ 6. Ընտանեկան երջանկության թիվ։ Նումերոլոգիայի մեջ սա համարվում է ամուսնության ամենաուժեղ եւ ամենաբարենպաստ թվերից մեկը։ Թիվ 6-ը կապված է սիրո, ընտանիքի, երեխաների, հոգատարության, տնային ջերմության հետ։
Եթե ընտանիքի հիմնական նպատակը ամուր եւ ներդաշնակ տուն ստեղծելն է, ապա թիվ 6-ը լավագույն ընտրություններից մեկն է։ Շատ պրոֆեսիոնալ նումերոլոգներ հենց այս թիվն են համարում իդեալական ամուսնության համար։ Ամուսնության թվերի նշանակությունը՝ թիվ 7։ Հոգևոր կապ։ Այս թիվը ավելի շատ կապված է հոգևոր աշխարհի հետ։ Նման ընտանիքներում կարևոր են զրույցները, մտավոր զարգացումը, ինքնաճանաչումը, հոգևոր աճը։ Սակայն երբեմն կարող է պակասել զգացմունքային ջերմությունը կամ կենցաղային ներդաշնակությունը։ Ամուսնության թվերի նշանակությունը՝ թիվ 8։ Բարեկեցության եւ հաջողության թիվ։ Թիվ 8-ը համարվում է ֆինանսների, իշխանության եւ հաջողության խորհրդանիշ։ Նման ընտանիքները հաճախ ունենում են բիզնես, բարձր եկամուտ, ֆինանսական նպատակներ, հասարակական դիրք։ Եթե զույգը ձգտում է նյութական կայունության եւ համատեղ հաջողության, թիվ 8-ը շատ լավ ընտրություն է։ Ամուսնության թվերի նշանակությունը՝ թիվ 9։ Բարձր առաքելության ընտանիք։ Սա ամենաէմոցիոնալ եւ խորքային թվերից մեկն է։ Նման ընտանիքները հաճախ անցնում են կարևոր փորձությունների միջով եւ ստանում կյանքի արժեքավոր դասեր։ Թիվինը տալիս է մեծահոգություն, կարեկցանք, ուժեղ զգացմունքներ եւ հասարակությանը ծառայելու ցանկություն։ Որ թվերն են համարվում լավագույն ամուսնության համար։ Նումերոլոգիայի պրակտիկայում առավել հաճախ խորհուրդ են տրվում հետեւյալ թվերը՝ 2, 4, 6, 8։ 2. Ներդաշնակություն եւ փոխըմբռնում։ 4. Կայունություն եւ ամուր հիմք։ 6. Սեր, ընտանիք, երեխաներ եւ ջերմություն։ Եվ 8. Ֆինանսական բարեկեցություն եւ համատեղ հաջողություն։ Այս թվերից հատկապես 6-ը համարվում է ընտանեկան կյանքի ամենաբարենպաստ թվերից մեկը։ Ինչու՞ չի կարելի ընտրել ամսաթիվ միայն գեղեցիկ թվերի պատճառով։ Վերջին տարիներին շատ զույգեր ընտրում են այնպիսի ամսաթվեր, ինչպիսիք են 0808, 1010, 1111 կամ 2202։ Թեև դրանք գեղեցիկ են թվում, նումերոլոգիայի տեսանկյունից կարևոր է ոչ թե արտաքին գեղեցկությունը, այլ վերջնական թիվը եւ դրա համատեղելիությունը զույգի անձնական թվերի հետ։ Լավ նումերոլոգը միշտ ուսումնասիրում է. առաջինը՝ փեսայի ծննդյան թիվը, երկրորդ՝ հարսնացուի ծննդյան թիվը, երրորդ՝ անձնական տարվա թիվը եւ վերջում ամուսնության օրվա թիվը։ Միայն այդ տվյալների համադրությունից հետո կարելի է ընտրել իսկապես բարենպաստ օր։ Այսօր այսքանը։ Չմոռանաք բաժանորդագրվել, սեղմել զանգակ, որ տեղյակ լինեք մեր էջի նորություններից։ Ձեր նումերոլոգը հենց այստեղ։